Իմեյ կոդերի պատմությունը Այսա ընդհանրապես Ռիկարդո, Ռուսաստանում դա արվում է, որպեսզի վերահսկեն մարդկանց, այսինքն սա մարդու իրավունքների սահմանափակումն է։ Քանի որ սա անմիջականորեն կապված է նաև սպասվող մոբիլիզացիայի, որը քողարկված մոբիլիզացիա Կներեք, ինչ են անում։ 22 թվականի սեպտեմբերին, երբ որ մոբիլիզացիան հայտարարեցին, երկրից դուրս եկավ մոտ 1 միլիոն մարդ, հետո մի մասը վերադարձավ, դուրսը մնաց 600,000։ Հիմնականում բարձր որակավորում ունեցող մասնագետներ, երիտասարդ ընտանիքներ եւ նրանք, ովքեր որ պետքա բան անեն։ Սա ինչի էր բերում, որ մարդիկ չցանկանալով գնալ եւ սատկել Ուկրաինայում դուրս էին գալիս Հայաստան։ Գալիս էին ստեղ։ Հիմա ստեղ գալացածները տելեգրամներով եւ բաներով հնարավոր բոլոր տարբերակներով բացատրում էին, թե ոնց գան հաջորդ հոսքը ոնց գա։ Եվ բազմաթիվ հարցեր գալացողների մոտ լուծվում էին։ Ոչ միայն Հայաստան գալը, տարբեր բոլոր երկրներ գնացածները իրանք համար ստեղծել են։ Բացի դրանից իրանք խմբավորվում էին։ Իրանք իրար հետ կապի մեջ էին դուրս գալիս։ Եթե մի բան տեղի ունենում Վլադիվոստոկում, ասենք չինեմ, Կալինինգրադում իմանում էին, ասենց շուրջ թեմաներ կային։ Սա վերլուծել են Ռուսաստանի ղեկավարությունը, ակնհայտ է, որովհետև սա վեզբեժնիկներ են, ինչ ուզում են անեն, իրանք վերլուծել են, հասկացել են, որ սա պետք է փակվի։ Ինչա պետք անել, որպեսզի փակվի։ Յուրաքանչյուր անհատ, որը նախորդ մոբիլիզացիայի ժամանակ, եթե օրինակ իրանք հրավիրում էին պավեստքան տալիս են, որ գտան Նովոսիբիրսկ, եթե ինքը գնում էր Յարոսլավլ, իրենք չէին կարողանում գտնել ու չէին հասցնում փակեին, քանի որ բան չէր, թվայնացված չէր, ու ինքը կարողանում էր դուրս գալ, օրինակ Հայաստան գալ։ Դες մարդիկ կային Հայաստան, որ պավեստքին ստանալու պահին, իրանք ասենք այդ քաղաքում չէին, բան չէին, դուրս էին, դուրս պրծում բախում էին։ Մինչև պավեստքան տալիս են, թե շուտ 10 օր պետք է չգնաս, որ դա նոր դառնա ադմինիստրատիվը պետքա դառնա քրեական, որ հետո նոր բանին Ռուսաստանի ներսին պրոբլեմներ են, սահմանին պետք է ասես, որ չթողեն, հիմա այս ամեն ինչը բան են արել, փակել են, այսինքն տեղում է, պավեստքան, դու կարաս չիմանաս գոսուսլուգաներով է գալիս, այսինքն թվայնացված պոսլուգաների մեջ հատուկ բաժին կա, որ ասում են, դու պավեստկա ես ստացել, կապ չունի, դու կարդացել ես, չես Լավ, կարդացել։ Ռուսաստան մեզ մոտ ինչ ենք մենք դա անում։ Ես ուզում եմ հասկանամ, ով է այս առաջարկը մտցրել կառավարություն եւ շատ եմ ուզում այդ մարդու հետ դուրս գամ բանավեճի, խոսք եմ տալի, որ միանգամից չեմ ծեծի, բան չեմ սարքի, ինվալիդ չեմ սարքի։ Հետո կարող է ծեծեմ ինվալիդ սարքեմ, բայց մի հատ բանավեճի ես ուզում եմ հասկանամ, ինքը, ասենք, ինչքան խորը FSB-ի տակ է գտնվում, որ ես հարցնայ, ինչա սա թույլ տալի, սա թույլ է տալի, կարդալ բոլորի հեռախոսները, գտնվելու վայրը, փակել անհրաժեշտության դեպքում, ասենք, չգիտեմ, շուտ մեկի ցանկություն ունի, փակել, անջատեն հեռախոսը։ Ինչի պետքա ինչ որ մի ծառայող իմանա առանձին վերցած անհատը որտեղ է։ Ինչի պետքա ինքը կարդա SMS-ները։ Ինչի պետքա մարդիկ իմանան, մարդիկ ովքեր առանց դատարանի որոշման, որտեղ եթե դու իմեյը վերահսկում ես, քեզ էլ դատարանի որոշումը պետք չի։ Այսինքն սա, գիտեք ինչ տիպի տոտալիտար պետության ստեղծում է։ Այս նախագիծը առաջ քաշողը, որպես մարդու իրավունքների ամենահիմնարար բանի խախտում, պետք է ցմահ դատվի, պետք է նախ բոլորը իմանան ով է, պետք է բացվի, թե ով է իրան ֆինանսավորել, ով է դրդել, բոլոր նրանք, ովքեր սրան կողմ են հրաբանարվել, պետք է պատժվեն, այնց որ կառավարության անդամներից դուրս շպրտվեն, հավերժ, այն ոչի բիլետով, որ մտքներով չանցնի, որ իրանք կարող են նույնիսկ նորմալ ապրել, իրանք կոպիտ ասած պետք է դառնան ասինիզատոր։ Փաշինյանի խոսքից շատ բան չհասկացա, Փաշինյանը չի հասկանում ինչա։ Փաշինյանը դա անվտանգություն է, դուք Ոչ, դա անվտանգություն չի։ Որ դա ուրիշ ճանապարհ կա, ես մտածեմ այդ ուրիշ ճանապարհը։ Հիշում եք Արմենը ինչ էր ասում Հովհաննիսյան։ Ինքը Նիկոլին լավ էր ճանաչում։ Ասում են Նիկոլի երազած պետությունը ոստիկանական պետություն։ Ինքը Վանոյին Դե որ չես հասկանում, ախր տեսեք, դու որ չես հասկանում, ասենք կանգնած ես,
բարձրավոլ շիտի կողքը, չես հասկանում, ինչ ես անում, մատերդ լպստում ես կողում ես 380 վոլտի մեջ, չես հասկանում, գրած այն շուրջ բանը կոճակը գնում սղ ատոմակայանում կանգնած ես, չես հասկանում, կոճակներ ես սխմում, թե ռադդ քաշում ես այն անկյունը, որ հանգարց մի բան չփչացնես։ Սա սրիկայություն է հասկանում, ոչ թե քաղաքական, մարդկային առումով սրիկայություն է։ Որ ես հասկանում եմ իրանք խի են ուզում սա անեն, որտեվ իրանց մոտ կա տպավորություն, որ իրանք կարան վերահսկեն։ Այդ այսենց պտտելու են այս օրենքը ու պրակտոլոգիա ինստիտուտ ուղարկեն իրանց մեջ։ Ես լուրջ եմ ասում, հանգարց սա այս որոշումը սկսեն իրական, ընդ որում, քանի որ մեր օպերատորները բոլորը թաքնված ստրուկ են ռուսի, որ մեկի վրա թքում ես Ռուսաստանի հետ հարաբերություններ ունի։ Մեկը Yandex-ի հետ է իրար բերան թքում, մյուսը ընդհանրապես Ռուսաստանի ոնց պտտում ես ինչ-որ Յանի Կիպրոս, ինչ Կիպրոս, որի վրա թքում ես սա Ռուսաստանը։ Այսինքն փոխանակ Հայաստանը բռնի օպերատորներին Ռուսաստանի տակից հանի, օրենսդրական նախաձեռնություններ ստեղծի, որ այդ բոլոր տվյալները չգնան Ռուսաստան։ Սրանք անում են կրկնում են ուղղակի։ Ես գիտեմ, որ անասուն են նստած, ես կասկածում եմ, որ նախարարությունն եմ կասկածում որն է։ Այդ նախարարությունը ամբողջությամբ ամեն ինչ արել է, որ Հայաստանը չզարգանա, չնայած ի պաշտոնը ինքը նրա համար է, որ Հայաստանը զարգանա։ Խոսքը բանինն է, բետեայինն է։ Ինքը այտենց բետե նախարարություն դառավ, էլի։ Հասկանում եք, խնդիրը հետևյալն է։ Նիկոլը չի հասկանում։ Մխոն, որը սխալմամբ նստած է այդ նախարարը, որտեղ ես ինչ-որ մեկը բերե դրելա, տենց է թողել են, ոչ մեկ չի բանանում, չի հանում, ոչ բան չեն անում իրանք։ Դե ձեզ կասեն, այսքան առաջընթաց կա, այսքան ոչ մի առաջընթաց չկա, ես քանի որ ոլորտին մի քիչ ծանոթ եմ, ոչ մի առաջընթաց չկա։ Այս առաջընթացը այն է, որ գետի ջրի մեջ ասում նավակով գնում ես, այ դու առաջ ես գնացել, քեզ ներկայացնում են, որ առաջ են գնացել, դու առաջ չես գնացել, ջուրը գնաց, ինչքան ջուրը տարել է, այդքան ես գնացել, մատդ մատիկ չես տվել։ Այդ նախարարությունը, այլշուտ այդ նախարարը եւ այդ նախարարության բաները, գործիքակազմը եւ պրոցեդուրաները, պրոցեսները եւ բաները ամբողջությամբ տապալել են Հայաստանի ռազմաարդյունաբերությունը եւ պետք չի ինձ հիմա ասել։ Այն ինչ որ զարգացել է ոնց որ ի հակադրումն, այլ ոչ թե ի շնորհիվ այդ նախարարության։ Ցուցահանդես եղավ։ Հասկանում եմ, այն ինչ որ ընդեղ եղել է ի հակադրումն այդ նախարարության պատճառով նորմալ ընկերություններ, որոնք հետո մարդ են դառել։ Դե դες հիմա կմեղադրենք, ասեն լավին լավ չեկա։ Չեն կարա ինձ ոչ մեկը մեղադրեն, չէ, կարան մեղադրեն, ինչ որ ասենք, չգիտեմ, կտվորուին կարա ասի, որ ես ինձ մեկը մեղադրել, ոլորտի մարդը մանավանդ մարդ ով որ այդ համ ռակի ոլորտում ոչ միայն դուք իմեյը հանցագործություն է, իմեյի թույլ տալը հանցագործություն է, դա մարդու իրավունքների խախտումը որն է, եկեք ես դες բացատրեմ, հա, հիմա պատկերացրեք դուք ինչ որ մի հոգի, մարդ եք ապրում եք, մեկին ունեք, որին չեք սիրում, ինքն է ձեզ չի սիրում, հիմա ինքը կարա կապնվի ու ձեր հեռախոսը անջատի, կամ ձեր հեռախոսից ձեր անունով Նիկոլ Փաշինյանին քֆուր ուղարկի, կամ ավելի վատ, ձեր անունով, ձեր անունից, ձեր հեռախոսից։ Դե ասեն ֆեյքերի շքերթ է լինելու։ Ոչ, ֆեյքերի շքերթը որն է։ Դա շատ վտանգավոր է։ Չեք կարողանալ, այսինքն դատարանում ոչ մի որոշում, ֆեյքերը, այո, ոչ մի որոշում պատտվելու են։ Էլ չի լինելու։ Ֆեյքերի հիման վրա որոշումներ են կայացնելու։ Այո։ Եվ մարդկանց ճակատագրեր։ Այո։ Այսինքն այդ շղթան շատ խորը։ Մեզ մոտ Հայաստանում դրա կարիքը չկա, հասկանում եք, Ռուսաստանում դրա կարիքը կա, որտեղ ասենք այնտեղ տատիկ կարող է լինի մի հատ, որը ֆուրի շոֆերներին 400 հատ սիմա բաժանի։ Հայաստանում դրա կարիքը չկա, մենք ի սկզբանե անձնագրով ենք ստացել մեր բաները։ Ամեր ամեն մի համարը անձնագրին կցած է, չկա հեռախոսը համար, որը անձնագրին կցած չի։ Գոյություն չունի տենց հեռախոսը համար, որ հիմա տեսեք իրանք ինչ են փորձում անեն, իրանք փորձում են ոչ թե հեռախոսի համարը մանանեն, հետ են գնում, հա, այլ հեռախոսը կցեն, սարքը կցեն մարդուն։
Սա ամբողջական, այսինքն եթե ես ու ընդ որում ինչ ա նաև բանանում, ես ուզում եմ հեռախոս առնեմ, նա ինքը նաև սահմանափակում եմ բանը, քանի որ ես գրողը տարած հերն անիծած ԵԱՏՄ-ի կանոնն, նա ես չեմ ուզում, ես ուզում եմ ուրիշ հեռախոս, որը ԵԱՏՄ չի մտնում, ինքը համել ինձանից ուզում ա, որ ես տուրք մուծեմ այդ հեռախոսի վրա, իսկ իրանց համակարգով առնելը, քանի որ Հայաստանը այն ծավալը չունի, որ իրանց հետաքրքիր լինի, այդ հասկանում եք Հայաստանի բջջային հեռախոսների խանութը Հայաստանի խոշոր հարկատուների առաջի տեղն է գրավել բավականին երկար ժամանակ որտեղ իրականում այդ այսպես կոչված խանութը զբաղվել է նրանով ինչի համար այդ խանութի տերը իր բարեկամները եւ բոլոր աշխատողները Պետք է Շենգեն եւ ամերիկյան վիզաներից զրկվեն եւ բոլոր նորմալ երկրներին եւ միշտ հանգստանան Մագադանում, որովհետեւ իրանք շրջանցել են պատժամիջոցները։ Քանի որ իրանք չեն հասկանում, ես ուզում եմ բացատրեմ, որ դուք որ հեռախոս եք վաճառում այնտեղ, որը չի կարելի։ Այդ հեռախոսի ինքը իրենով բավականաչափ հզորություն ունի, որ իրան օգտագործեն դրոնի մեջ կամ հրթիռի մեջ։ Ու պատկերացրեք, ես շատ եմ ուզում, որ մարդիկ ես հասկանում եմ, իրանք չեն ուզում նայեն ուկրաինական կադրերը, բայց ես ուզում եմ, որ իրանց աչքերի դեմը դա լինի, որ իրանք այդ ստվերային սխեմաներով ինչ-որ բան են վաճառում Ուկրաինա, ու այդ տրակած երեխու մարմինը, ու այդ երեխու արունը իր ընտանիքի անդամների դեմքներին, ինքը որ նստում հաց ա ուտում, ինքը տենց մեռած մարդու գլուխներ տեսնա որտեղ իրանց թվում է իրանք փող են աշխատում, բայց իրանք մարդ են սպանում։ Ու այդ սրիկայությունը այդն է, որ հետո կանգնում են ասում են, ինչի մեզ թուրքերը ճնշում են, ոչ մեկ ձեն չի անում, որովհետև տականք, դու 5 տարի է մարդ ես սպանում Ուկրաինայում, սրիկա, դու երեխա ես, այ երեխուն որ գալի են գնել, որ կարդում եք, եթե կարդում եք իհարկե, որ այսօր հրթիռը խփել է, ասենք, չգիտեմ, 4 հոգի է մահացել, 30 հոգի, որից, օքեյ, այսօր 30, հա 30, որից ասենք 3-ը երեխա, ես ուզում եմ, որ ցանկացած սրիկա, ով Ռուսաստանին ստվերային ճանապարհներով չթույլատրված բան է վաճառում, հասկանա, որ այդ որ երեխեն տրակեց ինքն է սպանել, որ այդ պատկերը որ գա, որ ինքը գնա տուն իր կինը սենց նայի, ասի տականք էլի մարդես։ Լավ, հիմա ձեզ էլի նորից հակադրվում եմ, կասեն ուրեմն հեռախոս չվաճառենք, ինչ է։ Ռուսաստան չէ։ Ռուսաստան չէ։ Դա պետք է նշել, որ դրա համար։ Ռուսաստանին չէ, աղբեր, թարգեք Ռուսաստանի հետ գործարկանել, արա մարդը սպանեն։ Ձեզ սպանեցին։ Պարոն Սարգսյան, Արցախի էթնիկ զտում արեցին, սոված պահեցին այդ մարդկանց։ Ինչի՞ այդքան անինքնասեր այդքան արժանապատվություն չունեցող մարդ կլինի։